Փառք Տիրոջը, բարի կեսօր սիրելի եկեղեցի, որքան հրաշալի է, որ հավաքվել ենք մեկտեղ։ Այս ամբողջ շաբաթը մտածում էի մի հատ հետաքրքիր բանի մասին, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Եսայա մարգարություն 41-րդ գլուխ 10-րդ համարից, իմ ամենասիրած խոսքերից է։ Ասում եմ՝ մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Ինչքան քաջալերող, ինչքան սիրուն խոսք է։ Ուզեմ աղոթենք, ասենք՝ Տեր, շնորհակալ ենք, որ միշտ մեր կողքին ես, շնորհակալ ենք, որ միշտ մեզ նեցուկ ես լինում քո աջով, ամեն։ Փառք Տիրոջը, ծափարենք Տիրոջը, ասենք փառք ես Տեր։ Եկեք միասին երգենք այս հրաշալի երգը ու փառք բերենք Տիրոջը։ Եկեք երգենք, ծափզարկենք, ծափզարկենք, փառաբանենք Տիրոջ անունը։ Հալելույա, փառք Տիրոջ, նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Նորից, միասին եկեք, երգենք, ծափզարկենք, ծափզարկենք, փառաբանենք Տիրոջ անունը։ Միասին նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Հալելույա, փառք Տիրոջ, նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Հալելույա, փառք Տիրոջ։ Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա մեզ կսիրե, բարիքներ կշնորհե, առանց իրեն կյանքը ոչինչ ինքն է, աղբյուր կյանքի ուրախություն սրտի, Հիսուս Քրիստոսն է իր անունը։ Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը, ասենք միասին։ Եկեք, երգենք, ծափզարկենք, ծափզարկենք, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Հալելույա, փառք Տիրոջ, նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Միասին, փառք, եկեք, ծափզարկենք, ծափզարկենք, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Հալելույա, փառք Տիրոջ, նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Հալելույա, փառք Հիսուս եկեք միասին։ Մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա մեզ կսիրե, միասին, առանց իրեն կյանքը ոչինչ դու ես կյանքի, աղբյուր կյանքի ուրախություն սրտի, Հիսուս Քրիստոս է իր անունը։ Եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տիրոջ անունը։ Եկեք, երգենք, ծափզարկենք, ծափզարկենք, փառաբանենք Տիրոջ անունը։ Նա արժանի է մեծ փառքի ու պատվի։ Հալելույա, փառք Տիրոջ, նա արժանի է։ Ուզում եմ բոլորս միասին, բայց այս անգամ բոլորս ամբողջ դահլիճով միասին, երեք ու երեք, եկեք, երգենք, ծափզարկենք, լսեմ ձեզ, լսեմ։ Փառաբանենք Տիրոջ անունը։ Շատ լավ, նա արժանի է մեծ փառքի։ Hallelujah,
Հավանում ենք, որ դու Հիսուս դու Տեր ես։ Ամեն։ Բարձրացու ձեռքերը, բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը, և սրտանց դավանենք Հիսուսն է Տերը, դու Տեր ես, որովհետև արժանն ապակի և երկրպագության, դավանենք Հիսուսն է Տերը, դավանենք Հիսուսին, ծնծացեք ով Հիսուս է, ծնծացեք դուք հավիտեն Եթե քեզ հարցնեն, թե ով է Տերը, ինչ պետք է ասել, համարձակ դավանենք Հիսուսն է Տերը, որովհետև արժան է նա փառքի և հիմա այն իսկ կողքինից ասա, եթե քեզ հարցնեն, թե ով է Տերը, ես հստակ կասեմ Հիսուսն է Տերը, որովհետև արժան է նա փառքի և հիմա ֆրան հետևինից ասա, մի հատ էլ, եթե քեզ հարցնեն, թե ով է Տերը, Դավանենք Հիսուսն է Տերը Շարունակենք Հետո ցնծացեք այդ սուրբերը մենք ենք Ցնծացեք մի անգամ նորից Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսին Ցնծացեք, դուք հավիտենապես Փառք Տիրոջը, ծափարենք Տիրոջը Ասենք Տեր արժան ես բոլոր փառքերի ու մեծարանքի Ամեն Համեցեք նստեք լսենք մեր հայտարարությունները Մեր եկեղեցու այս գործերի համար իսկապես օրհնությունը Ուզում եմ մինչև մի հատ երգ երգենք, ուզում եմ մի հատ փոքրիկ մի բանով կիսվեմ ձեր հետ Ես իմ աստվածաշնչյան պատմություններից ամենայն սիրուն ու իմաստալից պատմություններից որ ես անձապես շատ եմ սիրում
Ուզում եմ կարճ ասեմ պատմությունը, թե ինչ էր կատարվում ու ինչ եղավ վերջում։ Ու հետո կերկենք միասին, մի հատ սիրուն երգ։ Այստեղ Մարկոս 10-րդ գլխում 46-րդ համարում, երբ որ Աստված, երբ որ Հիսուսը մտան Երիքով, մի մեծ բազմություն կար, լիքը մարդիկ, ինչքան աժ ու տաժեր, ինչքան տենց ձայներ կային, չէ՞, ասենք Հիսուսի կողքը։ Բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան է լինում, որ ես շատ ինձ հուզում է այս պահը։ Ուզում եմ կարդամ ձեր համար։ Եկան Երիքով, երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տեդեմի որդին, կույր Բարտեմիոսը, ճանապարհին նստած մուրում էր։ Երբ լսեց, որ Հիսուս Նազարեթին անցնում է, սկսեց աղաղակել ու ասել։ Կույրը լսեց, որ Հիսուսը անցնում է ու աղաղակեց. Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Ուզում եմ մի հատ այդ պատմությունը նորից անցնեմ, որ տպավորիչ լինի։ Հիսուսը մտել է բազմության մեջ, այդքան մարդկանց մեջ, մի հոգի, կույր, ասում է Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Երբ լսեց, որ Հիսուս Նազարեթին է անցնում, սկսեց աղաղակել. Հիսուս ողորմիր ինձ։ Շատերը նրան սպասում էին, որ լուռ մնար, սաստում էին, որ լուռ մնար, բայց նա ավելի էր աղաղակում։ Շատ հաճախ մեզ էլ ասում են, լավ, դե մի աղոթի, դե տենց ոչինչ լավ, ամեն ինչ չի, որ Աստծուն պետք է աղոթես, ասես։ Չնայած իր կողքերը, ինքը նորից շարունակում էր աղաղակում էր, ասում էր Հիսուս ողորմիր ինձ։ Հիսուսը կանգնեց ու ասեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. Քաջալերվիր, վեր կաց, քեզ է կանչում։ Կույրին ասացին, որ կույրը գնա Հիսուսի մոտ։ Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան ասեց. Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Կույրը պատասխանեց նրան. Ուզում եմ տեսնել։ Հիսուսը նրան ասեց. Գնա, քո հավատը քեզ փրկեց, եւ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց ու հետևեց Հիսուսին։ Հիմա կասեք, ինչի ես ամեն ինչին մեզ ասեցիր։ Այստեղ ուզում եմ շեշտը մի հատ ուրիշ մի բանի վրա դնեմ։ Ես այստեղ ուզում եմ դնեմ ոչ թե կույրը բժշկվեց, այլ ուզում եմ դնեմ, որ կույրը կանչեց Տիրոջը։ Ինքը աղաղակեց Տիրոջ, ասեց. Հիսուս, ողորմիր ինձ։ Այսօր ուզում եմ աչքերդ փակես ու սրտանց սրտի ներսից ասես. Հիսուս, կանչում եմ ես քեզ։ Ես քեզ կանչում եմ, Հիսուս, որ գաս ողորմես ինձ։ Եթե բժշկության կարիք ունես, ասա Հիսուս, կանչում եմ քեզ, որ գաս ու բժշկես։ Բայց անպայման շեշտի, որ կանչում ես իրան, որովհետև եթե նայենք կույրն էլ կանչեց Տիրոջը, աղաղակեց, ասեց Հիսուս, ողորմիր ինձ։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, եթե իսկապես կանչեց Տիրոջը, ինքը պատասխան կտա քեզ։ Եթե բժշկության կարիք ունես, կբժշկի, եթե թուլացած ես, կզորացնի։ Միայն կանչիր Տիրոջը։ Հիմա ուզում ես երգը երգեմ ու միասին հետո իրար հետ կերգենք։ Հիսուս, Հիսուս, կանչում եմ քո անունը, իմ Հիսուս, տենչում են քեզ իմ սիրտը, Հիսուս, դու ինձ գտնող իմ բարեկամ, Հիսուս, Հիսուս, կանչում եմ քեզ իմ տենչում է քեզ իմ սիրտը, Հիսուս, դու իմ սրտից բարեկամ։ Ասենք միասին տունը։ Թող որ իմ աչքերը չհեռանա Տեր քեզանից, թող որ իմ ոտքերը չմոլորվեն քո ճամփեքից, թող որ իմ աչքերը
Միշնայեն քո աչքերին Եվ իմ շուրթերը թող պատմեն միշտ քո մասին միասին Թող որ իմ սիրտը չհեռանա քեզանից Թող որ իմ ոտքերը չմոլորվեն քո ճամփերից Թող որ իմ աչքերը միշտ նայեն քո աչքերին Եվ իմ շուրթերը թող պատմեն միշտ քո մասին Հիսուս, Հիսուս Կանչում եմ քո անունը Հիսուս Դեչում է քեզ իմ սիրտը Հիսուս Դու ինձ գտնող իմ բարեկամ Հիսուս, Հիսուս Կանչում եմ քո անունը Հիսուս Դեչում է քեզ իմ սիրտը Հիսուս Դու ինձ գտնող իմ բարեկամ Թող որ իմ աչքերը Թող որ իմ ոտքերը չմոլորվեն քո ճամփերից Թող որ իմ աչքերը միշտ նայեն քո աչքերին Եվ իմ շուրթերը թող պատմեն միշտ քո մասին Հիսուս, Հիսուս Կանչում եմ քո անունը իմ Հիսուս Դեչում է քեզ իմ սիրտը Հիսուս Դու ինձ գտնող իմ բարեկամ Հիսուս կանչի նրա անունը Հիսուս, Հիսուս Կանչում եմ քո անունը իմ Հիսուս Դեչում է քեզ իմ սիրտը Հիսուս Դու ինձ գտնող իմ բարեկամ Կարող միասին ասել Հիսուս Հիսուս, Հիսուս Կանչում եմ քո անունը իմ Հիսուս Դեչում է քեզ իմ սիրտը Ինչպես որ այդ կույր մարդը կանչեց Տիրոջը Այդպես հիմա դու կանչի նրան անուն ասա Հիսուս Հիսուս կանչի Հիսուս Կանչում եմ քո անունը իմ Հիսուս Դեչում է քեզ իմ սիրտը Հիսուս Դու ինձ գտնող իմ բարեկամ Դու ինձ գտնող իմ բարեկամ Ինչքան հրաշալի ես Տեր Ինչքան հրաշալի ես Դու Հիսուս Շնորհակալ ենք որ մենք կանչում ենք Քեզ Դու մեզ պատասխանում ես Տեր Շնորհակալ ենք որ չես անտեսում մեզ Տեր Գիտենք որ Դու մեր կոկորդին, մեր ձայնին, մեր տվյալներին չես նայում Հիսուս Դու նայում ես մեր սրտին, թե մենք ինչ սրտով ենք Քեզ կանչում Տեր Փառք ենք տալիս Քեզ Հիսուս Հիսուս, Հիսուս Կանչում եմ քո անունը իմ Հիսուս Դեչում եմ քեզ իմ սիրտը Հիսուս Դու ինձ գտնող իմ բարեկամ Հիսուս, Հիսուս Կանչում եմ քո անունը իմ Հիսուս
Շատ հետաքրքիր է, որտեղ այսօրվա ընտրածս խոսքը նույնպես Տիրոջը կանչելու մասին էր։ Սաղմոս 50-ի 14-15 խոսքն ասում է. «Պաթարակիր Աստծուն գովություն եւ վճարիր բարձրելոյն քու ուխտերը, եւ կանչիր ինձ նեղության օրում, եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ»։ Բոլորս ունենք նեղություններ, որոնք մեզնից շատ անգամ ավելի մեծ են, բայց մեր Աստված ամենամեծն է։ Մեր Աստված մեր խնդիրներից, մեր դժվարություններից, մեր հիվանդություններից, մեր բոլոր խնդիրներից մեծ է։ Տեր, շնորհակալ ենք, որ բազմից անգամ Տեր, դու եկել ես, երբ կանչել են քեզ։ Տեր, դու հավատարիմ Աստված ես։ Թող որ բոլոր անհավատները հավատքով լցվեն, Տեր, ու հավատքով կանչեն քեզ, որտև դու բարի Աստված ես։ Դու երբեք քո ականջը քեզ կանչողից չես հեռացնում, Տեր։ Այն ամեն ովքեր վախենում են քեզնից, Տեր, վախենում են քեզ կորցնել։ Դու միշտ մոտիկ ես, Տեր, միշտ մոտիկ ես։ Փառ Տիրոջ հարազատներս, եկեք շարունակենք ծափ տալ եւ փառաբանել մեր Տիրոջը։ Ինչպես որ Սաղմոս 34-ն է ասում, թող իմ անձը Տերով պարծենա եւ խեղճերը թող լսեն եւ ուրախանան։ Փառ Տիրոջը, որ մեր բոլոր հոգսերը ու խնդիրները կարող ենք բերել նրա առաջ եւ հուսալ եւ Տերը պատասխանում է։ Նրան եւ իմ անձը մտիկ է տալիս Տիրոջ եւ լուսավորվում։ Եվ նրանց, ովքեր որ ապավինում են Տիրոջը, նրանց երեսը չի ամաչի։ Այս խեղճը կանչեց եւ Տերը լսեց եւ իր ամեն նեղություններիցը փրկեց սրան։ Այս ձերքը դիր ասա այս անձը կանչում է Տիրոջը այսօր, ամեն, հուսում է Տիրոջը, ամեն, ու Տերը ինչ անելու, պատասխանում է Տերը։ Այս անձը, այս խեղճը կանչեց, Տերը լսեց եւ իր ամեն նեղություններիցը փրկեց սրան, եւ Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմովը եւ փրկում է նրանց։ Փառ Տիրոջը, այսքանից հետո էլ ասելու բան չունեմ։ Եկեք մեր գիտենք ինչի ժամանակն է հիմա։ Զոհաբերությունների հրաշալի օրհնյալ ժամանակ է, զոհաբերությունների ընծաների բերել մեր Տիրոջ առաջ։ Եկեք այն հույսով ու հավատքով անենք, որ Տերը այս անձի կարիքները հոգում է, փառ Տիրոջը։ Եկեք բերենք Տիրոջ առաջ, հետո աղոթք կանենք։ Հալելույա։ Փառք Հիսուսին, Աստծո ժողովուրդ։ Գիտեք, սրանից մոտ 2600 տարի առաջ Եսայի մարգարեն գրեց. Տիրոջ տան տնկված ծառները ծափ պիտի զարկեն Տիրոջը։ Այսօրվա համար ասել։ Այդ մարդը այդքան երկար տարիներ առաջ տեսավ այսօրվա Տիրոջ տունը, տեսավ ամեն մեկիդ, որ Տիրոջը ծափով փառավորում ենք Աստծո։ Եկեք մի հատ սրտանց Տիրոջը ծափով փառավորենք։ Այո, սա Աստծո խոսքն է, եթե ամեն։ Եթե մենք Տիրոջ տան տնկվածներն ենք, ծառներն ենք, ուրեմն ամեն ժամանակ պիտի ծափով, որտեվ ինքը յուրահատուկ Աստված է։ Ամեն։ Ինքը մի Աստված է, որ Աստծո ժողովուրդ տենց մի ոլորտ չկա, տենց մի անկյուն չկա, որտեղ ինքը չլինի։ Իր ներկայությունը, իր շնորհքը ամենտեղ է։ Այսօր պետքա ուրեմն խոսամ մի հետաքրքիր նյութի շուրջ, ճիշտ ասած սրտից մեջ ուրիշ նյութ էր կար, բայց ուրբաթ օրը այս խոսքը սկսեցի այս հատվածի վրա մտածել եւ Արտակ եղբայրը զանգեց ու ասեց պետքա այսօր խոսաս եւ սա ուրեմն Աստծուց է ես հավատում եմ եւ վստահ եմ որ Աստված բոլորիս բան ունի ասելու պետքա խոսամ երկու շինարարների մասին գիտեք այս կյանքի մեջ ամեն մարդ շինարարությունով է զբաղված այդ ձևա թե չէ ինչ որ մի բանով ամեն մեկը զբաղված է մեկը ընտանիք է կառուցում մեկը լավ ընկերություն մեկը պետություն մեկը չէ ճանապարհներ է կառուցում մեկը գործարաններ է կառուցում ամեն մեկ ինչ որ մի բան ստեղծում է
ամեն մեկ ինչ-որ մի բան կառուցում է, և սա նորմալ է, որովհետև Աստված մարդու մեջ ստեղծագործելու էություն դրեց, իրանից ինչ-որ մի փոքր բան դրեց մարդու մեջ։ Գիտեք, Մատթեոս 7-րդ գլուխը մի հետաքրքիր պատմություն է պատմում երկու տուն շինողների մասին։ Ուզում եմ կարդամ, որի մասին այսօրվա մեր ամբողջ խոսքը կլինի։ Արդ ով որ իմ խոսքերս կլսե եւ կկատարե, նրան պիտի նմանեցնեմ խելացի մարդու, որ իր տունը վեմի վրա շինեց։ Անձրև իջավ, գետերը վազեցին, քամին փչեց, խփին այն տանը բաց չփլվեց, որովհետև վեմի վրա հաստատված էր։ Եվ շարունակությունը նույն հակառակը։ Այն, որ այս իմ խոսքերս կլսե եւ չի կատարի, կնմանի անխելք մարդու, որ իր տունը ավազի վրա շինեց։ Անձրևը իջավ, գետերը վազեցին, քամին փչեց եւ խփին այն տանը ու փլվեց։ Մեծ էր նրա կործանումը։ Այսօր սրա մասին ենք խոսալու եւ ուզում եմ առաջի հերթին ներկայացնեմ ձեզ, թե Աստված ինքը որպես ստեղծագործություն ինչքան փառավոր է Աստծո ժողովուրդ։ Երբ որ կարդում ենք Ծննդոց գիրքը, բոլորդ երևի կարդացած կլինեք, չէ՞։ Ծննդոց գիրքը, երբ որ Աստված իր ստեղծագործությունը սկսեց, հենց առաջի խոսքը, որ ասում է Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Եվ երկրորդ գլուխը առաջի երկրորդ խոսքերի մեջ ասում է եւ ամբողջացան երկինքն ու երկիրը եւ նրա բոլոր զարդերը։ Եվ Աստված իր բոլոր գործերից 7-րդ օրը լրացրեց եւ 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, Աստված մեր ստեղծագործն է։ Գիտեք, ուրեմն այստեղ աստղադիտարան կա, երբ որ գնաք Հոլիվուդի վերևը, Սարի գլխին աստղադիտարան կա։ Չգիտեմ, ես մի քանի անգամ գնացել եմ, շատ հավես տեղ է։ Եթե չեք գնացեք, գնացեք։ Նրա ներսում ամբողջ երկնքի մոլորակներն արհեստական սարքած, կախված, սիրուն, թե որը ինչպես է աշխատում, արևը ոնց է դուրս գալի, մայր մտնում ու շատ գեղեցիկ աշխատում է։ Ժամերով կարելի է նայել, ոնց է եղանակները փոխվում, ոնց այդ ամեն ինչը մարդիկ երկինքը փոքր մասշտաբով սարքել են եւ աստղադիտարանի մեջ կա։ Երբ որ նայում ես, զարմանում ես, թե Աստված ինչպես է, ինչ մեխանիզմներով է սարքել եւ երբ որ նայում ես այդտեղ, ինչ որ թելերից կախած է այդ մոլորակները, երկիրն է, արևն է, լուսինն է, ինչ որ բանից կախած է եւ աշխատում է, սիրուն ցույց է տալի։ Բայց իրականության մեջ Աստված, երբ որ նայում ենք այս մոլորակը, նայում ենք արև, աստղերը, լուսին, ամեն ինչը ոչ մի բանի վրա կախված չի։ Եվ գիտնականներն ասում են միլիոնավոր տարիներ առաջ։ Ես այդքան չեմ հավատում միլիոնավոր տարիներին, բայց թող իրանց ասածով լինի։ Անխափան աշխատում Աստծո ժողովուրդ, առանց ոչ մի թելից կախվելու, անխափան աշխատում, սա մեր Աստծո մեծությունն է։ Հոբ գրքի մեջ հետաքրքիր Հոբին ճանաչում եք, չէ՞։ Մեր շատ սիրելի եղբայրը, մի աստվածաշնչյան հերոս, կարելի ասել, մարդ, ով իր ապրած կյանքով, իր տառապանքներով բոլոր աշխարհին եւ մարդկությանը քրիստոնեական աշխարհին օրինակ եղավ։ Եվ ուզում եմ Հոբից մի հատված կարդամ, որտեղ Հոբը երբ որ նեղությունների եւ տառապանքների մեջ էր եւ իր բարեկամները եկել են իբր օգնում են, չնայած խելացի մարդիկ էին։ Ամեն մեկը մի երկրի իշխան էր ու շատ խելացի են, իրանց խոսքերը կարդում ես, հիանում ես, խելքով խելացի բաներ, թեև իրանց խոսքերի մեջ Հոբին են անդադ մեղադրում, որ մի բան հաստատ դու արել ես ու չես ասում։ Բայց երբ որ Աստված սկսեց խոսալ, հենց առաջի հարցը Հոբին էս ձև էր։ Երբ որ Աստված հայտնվեց, ասեց. «Հիմա կտրիճի պես մեջ կտգոտ է պնդի, ես քեզ հարցեր տամ ու դու պատասխանի»։ 38-րդ գլուխը եւ 4-րդ խոսքից։ Ուր էր դուն, երբ ես երկրի հիմքերը կդնեի, ասում Աստված։ Հոբին ասում. Ուր էր, որ ես երկիրը հիմք էի դնում։ Եթե իմաստություն ունես, ասա։ Եթե գիտես, ասա, ով դրավ նրա չափերը։ Գիտեք, երկիրը հիմք ունի, թեև մենք չենք տենում մեր աչքերով, երկիրը չափ ունի, թեև չենք կարող չափենք։
Կամ թե ով նրա վրա լար քաշեց։ Երկիրը ինչ որ չափերով, լարերով չափած ինչ որ մեկը լարա քաշել։ Չգիտեմ այդ լարը ինչի նկատի ունի Աստված, բայց շարունակություն ասма անոր հիմքերը ինչի վրա հաստատվեցին։ Կամ թե նրա անկյունի քարը ով դրավ։ Հետաքրքիր հարց է տալի։ Թեև այստեղ մի քանի բան արդեն պարզ է, որ երկրի հիմքը Աստծո խոսքն է, Աստծո ժողովուրդ։ Իր խոսքով է հաստատուն մնա։ Ասելա մնա, երկիրն է մնում է։ Շատ պարզ, չէ՞։ Լար քաշողը կարծում եմ, որ հենց ինքը Հիսուսն էր։ Չափերը դնողը հենց ինքը Հիսուսն էր։ Անկյունակարը հենց ինքը Հիսուսն էր, Աստծո ժողովուրդ։ Այս երկրի անկյունակարը Հիսուսն է։ Եվ մի քիչ հետո քարոզի մեջ կիմանանք, որ դա այդպես է։ Եվ մի տեղ է կարդամ ու կանցնեմ առաջ, Առակաց գրքի մեջ Սողոմոնը շարունակում է կարծես թե այս խոսքը, ուրեմն Առակաց 8-րդ գլխի մեջ եւ շատերը այդ կարդացած կլինեք 27-րդ խոսքից։ Երբ երկինքները կպատրաստեր, երկինքները, չի խոսում մի երկրի մասին, խոսում է երկինքների մասին։ Մեր աշկերը ընդամենը մի երկինք են տեսնում, բայց իրականում նա ավելի շատ Աստծո ժողովուրդ։ Երբ երկրի ամպերը կուժովցներ ու անդունդի աղբյուրները կհաստատեր, երբ ծովին կանոն կդներ, որպեսի ջրերը իր հրամաներից դուրս չելնեն ու երկրի հիմքերը կձգեր, իսկ երկրին հիմքեր էր տնա։ Այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ է, ասում է Հիսուսը, Փառք Հիսուսին։ Ինչ լավ ճարտարապետ ունենք Աստծո ժողովուրդ։ Գիտեք, ես երկաշարժի տարին հիշում եմ, որ պապիս տունը քանդվեց, կիսակ քանդվել էր, հետո պետքա քանդեին եւ նորը կառուցեին։ Եվ քանդեին, դզեցին եւ խորը հիմք գցեցին։ Շատ զարմանալու հիմք էր։ Հիշում եմ, որ մտնում է, փոսի մեջ չէ երևում, այդքան խորն էր։ Լավ բիտոն լցրեցին, շատ լավ ամուր հիմք եւ վրան շատ ուժեղ տուն կառուցեցին։ Սրանից ամիսներ առաջ գտնվում է South Carolina, Եվ պատահական գնացինք միտեղ, որտեղ տուն են կառուցում եւ հիմքը գցել են։ Ուրեմն հողը, ասենց հողի վրա ցելոֆան փռեցին, ցելոֆոնի վրա բետոնը լցրեցին։ Ու պետքա վրան տուն կառուցեն ու մնացել է զարմացած։ Հիշում էի Հայաստանում, որ ոնց են հիմքը խորնացնեմ, ու ինչ բետոններ, արմատուրներ, քարեր, ինչ ասես դնում են, որ ամուր եղնի հիմքը։ Եվ ըստեղի տաները նայում ես հողի վրա ցելոֆոնը փռեցին, ցեխը լցրին։ Ու մտածում է, դրա համար հիշում է այն վիդեոները, որ անձրևները գալիս է եւ տները, որ ջրի մեջով լողալով գնում են ըստ էի տները, բայց ընդդեղի տները հաստատուն մնում են Աստծո շորտ։ Ուրեմն այսօրվա խոսքս պետք է լինի հենց շինարարության մասին, թե ինչ հիմք ենք դնում մենք մեր հոգեվոր կյանքի մեջ։ Գիտեք, ամենքս էլ տուն են կարծես, թե տուն են կառուցում, որ Աստված բնակվի մեր մեջ, բայց շատ կարևոր է, թե ինչ հիմք ենք դնում այդ տան համար։ Եվ շատ կարևոր է, թե ով է այդ հիմքը դնողը։ Գիտեք, տան ուրեմն ամրությունը ոչ միայն պատերի վրա է, այլ նրա հիմնական ամրությունը հենց հիմքն է, երբ որ downtown-ով գնում եք, այն բարձր շենքերը նայում ենք, ես միշտ զարմանում եմ, քամին ոնց չի փչում է շենքերը շուռ կան կողքի վրա, չէ՞, ինքը նեղա, բայց շատ երկար է, ինքը օրենքով պետք է քամուց ընկնի մի կողքի վրա, բայց չի ընկնա, որտեվ հիմքը շատ խորն է, մի քանի հարկ գետնի տակ է, որ ասում են ինչքան գետ ներեսնա, անգամ է գետնի տակ, այս շենքերն է, դրա համար է շենքերը չեն շարժվում Աստծո ժողովուրդ։ Աստված օրհնի ձեզ։ Ուրեմն Ղուկաս ավետարանի մեջ ասում է, հենց նույն հատվածի մեջ ասում է, որ այդ տուն շինողը, երբ որ խելացի մարդ տուն է շինում, ասում է խորը փորեց։ Հիշում եք, խորը փորեց Ղուկաս ավետարանի մեջ, կարդամ, որպեսզի ավելի պարզ եղնի։ Նա, որ իմ խոսքս կլսե ու կկատարի նրանք, ձեզ նմանեցնեմ, թե ում կնմանվի։ Նա տուն շինող մարդու նման է, որ փորեց եւ խորացրեց ու հիմքը վեմի վրա դրեց։
հոգևոր կյանքի մեջ մեզ պետք է շատ խորանանք, փորենք։ Ինչի փորեց մարդը, որովհետև հիմք կար, հիմքի վրա պետք է կառուցվեր տունը։ Ես ձեզ ասի, որ կարդացի մի քիչ առաջ, չէ՞, որ երկրի հիմքը ինքը Հիսուսն է։ Աստված հենց երկիր չէր սարքում։ Ամեն մի դետալներ, ամեն մի լեռնել անգամ իր մասին է խոսում Աստծո ժողովուրդ։ Ամեն մի գիտնականը, երբ որ մի բան գտնում են, ամեն ինչն էլ Աստծո մասին է պատմում։ Նայեք երկինքը եւ կճանաչենք Աստծուն, նրա գործերի մասին։ Ուրեմն ստեղ ներկայացնում է խելացի մարդը, որ պետք է փորես։ Չեն կարա մակերեսորեն քրիստոնյա եղնենք։ Գիտեք, մարդիկ բոլոր եկեղեցիներում նայեք, աշխարհի ամեն անկյունում նայեք, տարբեր ձևի մարդիկ կան եկեղեցու մեջ։ Կան քրիստոնյաներ, որոնք խորապես կպած են, ամեն ծառայությունների, ամեն գործերի մեջ, ամեն ինչի մեջ նվիրված են Տիրոջը, եւ կան մակերեսային քրիստոնյաներ։ Այսինքն իրանք չեն խորանում այդքան։ Պարզապես կարելի է հաճախել եկեղեցի, աղոթք անել, երգել եւ գնալ։ Բայց ավետարանը մեզ սովորացնում է եւ ասում է, որ խելացի մարդիկ պետք է փորեն, պետք է ուսումնասիրեն Աստվածաշունչը, պետք է Աստծո խոսքը քննեն, փորեն, հասնեն Քրիստոսին, գտնեն Քրիստոսին։ Անցած անգամ Սամվել եղբայրը կարծեմ խոսեց, ակնարկեց հայտնության մասին, որ Հիսուսին պետքա հայտնի, հայրը պետքա հայտնի քեզ Հիսուսի մասին։ Որ ասեց Երանի քեզ Պետրոս, որ մարմինը եւ արյունը քեզ չհայտնի, հապա իմ հայրը հայտնեց։ Եթե մեզ հայրը չհայտնի, եթե մենք չփորենք եւ վեմին չհասնենք, Հիսուսին չհասնենք, մենք հիմք չենք ունենա հոգեվոր կյանքի մեջ։ Ոչ մի քրիստոնյա առանց Հիսուսի հիմք չունի, նա հաստատուն չի։ Հաստատ ունեն այն մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքով սկսում են, որ ասում են քչփորում են ամեն օր պետքա փորեք մինչև Հիսուսի մասին սովորենք եւ ավելի ամրանանք։ Գիտեք, Պողոս առաքյալը, երբ որ իր ծառայությունը սկսել էր, առաքյալները Պողոսին եւ Շիղային ուղարկեցին, ուրեմն մի քաղաք, որի անունն էր Բերիա, եւ ստեղ ավետարան քարոզեցին։ Եվ Բերիայի ժողովուրդը ասում է, որոնք Աստծո խոսքը կատարյալ հոժարությունով ընդունեցին եւ ամեն օր գրքերը քննում են, թե այս բաները ճիշտ են։ Շարունակությունն ասում է, նրանցից շատերը հավատացին եւ շարունակում է պատվավոր մարդիկ էին ասկոմ անկում։ Ուրեմն ի՞նչն էր այս մարդկանց հաստատությունը, ի՞նչն էր այս մարդկանց հիմքը, գիրքը քննելը։ Այսօր աշխարհի մեջ շատ խոսքեր կա Աստծո ժողովուրդ, շատ քարոզիչներ կա, շատ խոսքեր կա եւ մենք էլ շատ անգամ զգուշացնում ենք, խոսում ենք, որ ամեն խոսացողի մի լսեք, զգուշ մնացեք, ինչ եք լսում։ Դա կարա ձեզ փչացնի, կարա ձեր մեջը ավիրի, չէ՞։ Կարա ես մի անգամ մի հատ մարդու պատահական մարդը հայր Աստծուն հնես ներկայացրեց դաժան, այն ամենավատ դաժան ձևի ներկայացրեց, որ վրես ազդել էր։ Ասում եմ, ինձ պետք էր լսեցի։ Դրանից հետո ինչքան եմ աղոթե, որ չար միտքը վրից գնա։ Աստծուն ներկայացնում էր մարդասպան ինչ որ մեկը, քրիստոնյա մարդը։ Ու այդ ձևի հավատացյալներ կան, որոնք Աստծուն մեղադրում են, որ ասում էր գնացեք այս ազգերին կոտորեք, պատճառ կար, որ պետքա կոտորեն։ Ուրեմն խելացի մարդիկ, այն մարդիկ են, ովքեր լսած խոսքը ավետարանով քննում են։ Մենակ Պողոսի ասածով չբավարարվեցին։ Գրքերը ամեն օր քննում են, մեզ էլ պետք է ամեն օր քննենք Աստծո ժողովուրդ, ինչի տենանք ճշմարտությունը գտնենք եւ ճշմարտությունը ամուր բռնենք։ Գիտեք, դա է որ մեզ պետք է պահի։ Ճշմարտությունը ավետարանի ճշմարտությունը իմանալն է, որ քեզ Հիսուսի վրա ամուր է պահում, հավատքի մեջ ամուր է պահում։ Գիտեք, ամեն վարդապետություն կարա փոխվի, ամեն ուսմուք կարա փոխվի, ամեն մարդ կարա փոխվի, ամեն պետության օրենքներ դարերի ընթացքում փոփոխության է ենթարկվում, չէ՞, սահմանադրությունը երկրների։ Բայց ավետարանի ճշմարտությունը երբեք չի փոխվում Աստծո ժողովուրդ։ Դրա համար մեզ պետք է որպեսի չմոլորվենք, ստեյց ընդես տարբեր խոսացողների հետևից որպեսի չընկնենք, որպեսի ամուր հիմք ունենա քրիստոնյան, ինչ պետք է անի ավետարանի ճշմարտությունը ամեն օր դու պետք է կարդաս, ամեն օր ուսումնասիրես, ամուր բռնես, ճշմարտությունն է, որ քեզ պետք է պահի։
Երբ որ կարդում ենք առաջի դարի ժամանակները, չէ, Աստված բարկացած էր, օրինակ առաջ աշխարհի վրա ջրով կործանեց, Աստված մեղքը երբեք չի հանդուրժում։ Սոդոմ Գոմորիա կողքի քաղաքները Աստված կործանեց, չէ, մեղքը Աստված երբեք չի հանդուրժում։ Մարդիկ հիմա ասում են, այս ձև չի, արդեն այս ձևա, մարդիկ մեղքի անունները փոխում են, բայց ճշմարտությունը մնում է սա, որ Աստված երբեք չի փոխվում։ Ինչ որ գրվել է Աստծո ժողովուրդ, եւ երբեք Աստվածաշունչը չի փոխվում, դարեր կանցկենան, տարիներ կանցկենան, հազարամյակներ կանցկենան, Աստվածաշունչը նույնն է եւ երբեք չի փոխվում։ Փառք Հիսուսին։ Դրա համար մեզ, որպեսի ամուր հիմք ունենանք, պետքա Աստվածաշնչի ճշմարտության վրա հիմնված եղնենք։ Ամեն խոսքը, որ լսում եք, ինքներդ էլ սկսեք սովորել, գիրքը քննել եւ տեսեք գրքին համապատասխանա եւ ընդունեք եւ ամուր հիմք դառնա ձեզ համար։ Հովանն Ավետարանի մեջ ուզում եմ 8-րդ գլխից մի հատված կարդամ 31-32 խոսքերը։ Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք, եւ ճշմարտությունը պիտի գիտենաք եւ ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Ուրեմն ինչ է պետք մեզ անել, ճշմարտությունը գտնել, ավետարանը կարդալ, ճշմարտությունը գտնել։ Երբ որ ճշմարտությունը գտնում ես, ասում է ինքը քեզ ազատում, ինչի՞ց է ազատում։ Եկող փորձություններից։ Հիշեք, այն տունը, որ հիմքը ճշմարտության վրա էր, ամուր էր, գետերն եկան, վտանգներն եկան, դրանց մասին կխոսենք, չէ՞, քամիներ փչեցին, տարբեր բաներ եղավ եւ տունը չշարժվեց։ Ուրեմն Հիսուսն ասում է, երբ որ ճշմարտությունը իմանաք, ինքը ձեզ կազատի նման բաներից։ Գիտեք, ոչ մեկս, ոչ մի եկեղեցի, ես չեմ լսել, ինչ որ մի եկեղեցի, կերնի Հայաստան, Ամերիկա աշխարհի, որ անկյունն է գնաք, չկա մի եկեղեցի, որի վրա հարցակում չեղնի։ Խոսքի հարցակում, թշնամին քնած չի։ Մարդիկ բամբասում են, մարդիկ չարախոսում են, սուտ անունները, Հիսուսը ինքն էլ ասեց, որ ձեր վրա իմ անունի համար սուտ բաներ պետքա խոսան, չէ՞։ Ձեզ ածյաններին կմատնեն, սուտ մատնություններ կանեն, գեշ անուններ կկպցնեն։ Այս նորմալ է, այս նորմալ երևույթ է եւ օտար բան չի եկեղեցիների համար։ Բայց շատ մարդիկ ստեղից վնասվում են, որովհետեւ ճշմարտությունը քանի որ չունեն, ինչ են եղնում, այս եկած քամիներից շուտ կործանվում են, գնում են, ընկնում են ազդեցության տակ, ընկնում են չարախոսությունների տակ։ Ուրեմն որպեսի ապահով լինենք, Սուրբ Գիրքը մեզ ասում է, ճշմարտությունը պիտի իմանաք եւ ինք ճշմարտությունն է, որ ձեզ պետք է ամուր պահի, ազատ պահի եկող փորձություններից, դժվարություններից։ Գիտեք, որ շատ մոլորեցնողներ, շատ սուտ մարգարեներ, շատ սուտ ուրեմն հովիվներ, չէ, տարբեր տեսակի ավետանը դրանց մասին խոսում է, սուտ վարդապետներ դուրս կգան, ժողովրդին մոլորեցնելու, ինչի են գալու։ Գալու են, որպեսզի մեր հավատքը կործանեն, եկեղեցին կործանեն։ Սատանայի ամբողջ աշխատանքն աշխարհի սկզբից մինչև օրս փորձում է ամենտեղ ինչ-որ մի բան խառնակի։ Բայց այն մարդիկ են ամուր, այն մարդկանց հոգևոր կյանքն է ամուր, ովքեր որ ճշմարտությունը գիտեն եւ երբեք ձեր ճշմարտությունը չծախեք Աստծո ժողովուրդ։ Երբեք ճշմարտությունը չփոխեք ինչ-որ բաների հետ։ Նրանք, ովքեր որ փոխել են ճշմարտությունը, իրանք կործանվել են, հաջողություն չեն ունեցել։ Հիսուսը ասեց, ես եմ ճշմարտությունը, ամեն, ինքն է Աստծո ժողովուրդ, երբ որ ավետարանը կարդանք, իրան կճանաչենք։ Աստծուն ճանաչելու միակ ճանապարհը ավետարանն է։ Ուսումնասիրեք, կարդացեք, իր բնավորությունը կճանաչեք, իր գործելու ձևը, իր խոսալու ձևը, ում հետ ինչպես է խոսում։ Մի օր էլ սրա մասին առիթ կունենանք խոսալու, թե Աստված ինչ ձևերով է խոսում մարդկանց հետ։ Ամեն մարդու հետ մի ձև խոսում է Աստծո ժողովուրդ։ Փառք Հիսուսին։ Եվ երբ որ ուշադրություն ենք դարձնում, նաև նախապայման կա կարծես, ասում նա որ խոսքս լսի եւ կատարի։ Ուրեմն եթե խոսքը լսենք, բայց չկատարենք, էլի չի ստացվի։ Անպայման այս երկուսը իրար հետ են։ Խոսքը լսելը եւ կատարելը իրար հետ է, չեն կարող առանձնացնենք։ Լսողները չեն կարող արդար եղնեն, լսողները չեն կարող ճշմարտություն ճանաչեն։ Լսելը հերիք չի։ Թշնամին չի թողա, որ դու լսես ու տես մնաս, այդ լսածդ կտանի անպայման։ Ուզում եմ հակառակ մի բան ասեմ, որ մի քիչ առաջ կարդացի, նա որ
ճշմարտության մեջ չի մնում, հետևաբար Հիսուսի աշակերտը չի կարա եղնի։ Եվ նա, որ Հիսուսի աշակերտը չի, ուրեմն ճշմարտություն չի կարա ճանաչի։ Եվ նա, որ ճշմարտություն չի կարա ճանաչի, ուրեմն այդ ճշմարտությունը քեզ չի էլ կարա ազատի Աստծո ժողովուրդ։ Այսինքն նույն բանի հակառակն է ստացվում։ Եթե մենք Հիսուսին չճանաչենք եւ նրանից ամուր կպած չմնանք, ինքը մեզ նեղությունների ժամանակ չի կարող ազատել։ Մենք ապահովագրված չենք չարախոսներից, բամբասողներից, խաբեբաներից, սուտ մարգարեներից։ Իսրայելի մեջ, չէ, երբ որ անապատ են ճանապարհին ասնում, շատ սուտ մարգարեներ են դուրս գալի, ժողովրդին մոլորեցնում են, խաբում են, Մովսեսի դեմ են հանում, ինչ էր եղնում։ Համ ժողովուրդն են կորչում, համ էլ այդ սուտ մարգարեները։ Ինչի, որովհետև թեև քայլում են, բայց լադեռնիան Տիրոջը չեն ճանաչում։ Ասում նրանց աչքերվա քող կարկծված եւ չեն կարողանում ճանաչեն։ Տեսնելով տեսնում են, չեն տեսնում, տարօրինակ ժողովուրդ են։ Աստծո հրաշքները 40 տարի անապատի մեջ տեսան ու էլի չհավատացին։ Բայց մենք Աստծո շնորհք ունենք Աստծո ժողովուրդ, որ ճանաչենք Տիրոջը։ Եվ այս ավետարանը Աստծո ժողովուրդ մեծ շնորհք է, որ իրականից ամեն անգամ ես երբ որ աղոթում եմ Տիրոջը փառք եմ տալի, որ ավետարան ունենք եւ այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքը դրել են, եթե մենք չունենանք այս ավետան, մեզ խաբելը շատ հեշտ է եղնելու, մեզ մոլորեցնելը եւ կարող է մի օր մենք էլ Եհովայի վկաների պես պատերի տակ կայնած եղնենք, Տերը ողորմի թող ազատվեն այդ մարդիկ, իրականից մեղք են, հավատում են մի բանի, որ գոյություն չունի, իրանց ասածին չեն հավատում։ Ուրեմն մեզ ինչա պետք ճշմարտությունը ճանաչենք, ինչի համար որ ամուր լինենք եկող նեղությունների եւ դժվարությունների։ Իսկ ինչ պատահեց այն մարդկանց հետ, ովքեր որ ավազի վրա տուն կառուցեցին։ Ինչա ավազը իրանից խորհրդանշում։ Ավազը ինքը մի հատ նյութ է, որի վրա երբեք հիմք չես կարող դնել։ Ավազը մի բան է, որ քամուցել է շարժվում, չէ՞։ Ջուրն էլ ակշում տանում, երբ որ գնա գետի բերանեկայնեք, լիքը ավազը կա։ Մի տեղից քանդում բերում, այնքը երբեք միտեղ չի մնում։ Քամին կփչի կտանի, ուրեմն այն մարդիկ, ովքեր մակերեսորեն քրիստոնյաներ են, իրանք նման են այն մարդկանց, որ իրանք հոգևոր կյանքը ավազի վրա են կառուցել։ Մի օր քամի է գալու, Աստծո խոսքն ասում է։ Մի օր անձրև է գալու, հալածանք է գալու, նեղություն է գալու, եւ Հիսուսը չի ապահովագրես այնց, ասելա պիտի լինի, ինչի, որովհետեւ ասելա ես ձեզ ուղարկում եմ որպես գառներ գայլերի մեջ, ձեզ պետք է սենց անեն, հալածեն, նեղացնեն։ Ուրեմն գայլը գառի մեջ, գառը գայլի մեջ մտնելու շատ վտանգավոր բան է։ Ուրեմն այդ նեղությունը պետք է եղնի։ Դրա համար մեր որպեսի չկործանվենք, որպեսի մեր հոգևոր կյանքը չդադարի Աստծո ժողովուրդ, մեզ պետք է ճիշտ հիմք ունենանք։ Ուրեմն ավազը ինքը նաև ներկայացնում է այս աշխարհի հարստությունը։ Հիշ մեկ սատանան Հիսուսին համոզում էր, այս աշխարհի փառքը, հարստությունը, այս ամեն ինչ քեզ կտամ։ Եվ Հիսուսը մերժում էր։ Նույնը մեր առջև է դրված։ Այս աշխարհի հարստությունը, փառքը, մարդկային փառքը, մարդկային կարծինքները, այս ամեն ինչը, մարդկային ձգտումները, այս ամեն ինչը ավազի նման է։ Եթե մեկը իր հոգևոր կյանքը նման բաների վրա կառուցում, ինքը ավազի վրա կառուցված։ Շատ մարդիկ կան, որոնք փառասերներ են, եւ Սուրբ Գիրքը այդ մարդկանց մասին խոսում է։ Որոնց Աստվածը ոչ թե Տերն է, այլ ասմայիշն է, իրանց որովայնն է։ Այսինքն քարոզիչներ են, ոմանք հակառակության համար են քարոզում։ Ոմանք իրենց փառքի, չէ, եւ սատանան համոզել է, այս աշխարհի փառքը քեզ կտամ։ Շատ կան։ Բայց սրանց տունը, սրանց հոգևոր կյանքը ավազի վրա է արդեն։ Մի օր պետք է քշի եւ գնա։ Գիտեք, ինչքան ցավալի է, երբ որ եկեղեցում լիքը մարդիկ կա, օրինակի համար։ Գալիս են հովները կվկայեն, գալիս են եւ ասում են, եղբայրս, սա իմ տունն է, ինչով օգնեմ, ինչ անեմ, ինչ ասես կանեմ։ Բայց հենց մի փոքր նեղություն, մի փոքր խոսք թողնում եւ փախնում են, ուղղակի չկանել։ Ինչի, որովհետեւ ավազի վրա է, ուղղակի ավազի վրա են։ Գիտեք, Սեմնացանի առակի մեջ Հիսուսը Մատթեոս 13-րդ գլուխ Հիսուսը ասում է հետևյալը.
21-րդ խոսքը։ Իրենց մեջ արմատ չունենալու քիչ ժամանակ կտևե ու երբ նեղություն կամ հալածանք լինի խոսքի համար, շուտ մը կգայթակղվեն։ Ուրեմն տեսնում ենք, որ ցանկացած խոսք պետքա փորձվի։ Աստծո խոսքը, որ դու ունես քո մեջ, ինքը պետքա փորձվի։ Երբ որ արմատ չունեցար, այսինքն երբ որ հիմքի վրա չհաստատվեցիր, փորձողը գալու է մեկա քեզ փորձի, հիմքի վրա էլ եղար, հիմքի վրա էլ չեղար, մեկա գալու է, որովհետև այդ խոսքը կարծես լույս եղն է, չէ՞, այն մութ տեղը, որ լույս եք վառում, ճանջերը, մոծակները, չէ՞, ինչքան կենթանի կա, գալիս են այդ լույսի վրա։ Մեր տան մեղուներն են գալ, են սենակից լույս վառում, գալիս են։ Մենք հատուկ լույս ենք վառում, որ այս փոքր սենակում չէ, պատի վրա մի հատ լույս կա, կապույտ գույնի լույս է, որ լույսերը ով շանջատվում է, այդ մի լույսը բոլոր մոծակներն իանա կանչում եւ չէ, սա մեջ սատկում են։ Ուրեմն երբ որ Աստծո խոսք կա, սատանան անպայման գալիս է այդ խոսքի հետևից։ Ինքը լույսի պես է վառվում է եւ նա պետքա գա ուզենք չուզենք։ Ուրեմն արմատ գցենք, որպես այդ խոսքը չտանի, որովհետեւ խոսքը պետքա փորձվի։ Գիտեք, մեր հոգեվոր կարելի է ասել շինանյութը այդ տունը, որ կառուցում ենք, հենց ինքը խոսքն է։ Խոսքով ենք կառուցվում, խոսքով ենք ամրանում, մեր հոգեվոր կյանքը խոսքի վրա է ամրանում։ Եթե խոսքի հետ անտարբեր եղնենք, եթե խոսքը չուսումնասիրենք, խոսքի մեջ ճշմարտությունը չքաղենք եւ դրա վրա չկառուցենք մեր տունը, մի օր փորձողը կգա, կփորձի եւ մեզ կքանդի եւ գիրքն ասում է նրանք, որ ավազի վրա են, մեծ էր նրանց կործանումը։ Ես չեմ տեսել այդ ձևի մարդիկ, ճիշտ ասած չգիտեմ, ովքեր որ մի ժամանակ եկել են ավազի վրա են եղել, կործանվել են եւ նորից հետ են եկել։ Այդ ձև բան լադեր չեմ տեսել։ Շատերին տեսել եմ եւ հովիվները կվկայեն, որ շատերը եկել են, կործանվել են ու երբեք չեն վերականգնվել։ Եբրայեցիների թուղթը նաեւ շեշտում է անցած 5-7 արտակ եղբարը սերտողության ժամանակ ասեց. նրանք որ Սուրբ Հոգուն հաղորդակից են Աստծո խոսքին, չէ՞, հաղորդակից են, շփվել են եւ եթե հավատքի մեջ ասма ընկնեն նորից անհնար է որ նորից ապաշխարությունը նոր, այսինքն անհնար է, հնարավոր չի, որովհետեւ արդեն կորցրել են։ Ուրեմն Հակոբոս ասում է, որ առաջ գլուխ 22-րդ խոսք, խոսքը կատարեցեք, միայն մի լսեք ինքը զինքնիդ խաբելով։ Խոսքը կատարեցեք։ Աստծո խոսքը երբ որ լսում ենք, պետքա նաև կատարենք, պետքա նաև սովորենք եւ փորձենք դրանով ապրենք։ Եթե չարեցինք, նույնն է, որ մենք մեզ խափում ենք, օգուտ չունենք, այդ մեզ ենք խափում։ Միայն լսելը օգուտ չի բերելու Աստծո ժողովուրդ։ Շարունակության մեջ երկրորդ գլխի մեջ ասում է, ինչ օգուտ է եղբայրներ, եթե մեկը հավատք ունենա, բայց գործ չունենա։ Միթե հավատքը կարա փրկի։ Հավատքը չի փրկի, եթե խոսքը չկատարենք, եթե գործը չանենք։ Ուրեմն խոսքը եւ գործը պետք է իրար հետ եղնի։ Խոսքը եւ կատարելը պետք է անպայման իրար հետ եղնի, չեն կարող առանձին մնալ։ Եթե առանձին մնացին մեր կյանքի մեջ, ուրեմն մենք հիմք չենք ունենա, մենք ճշմարտություն չենք ունենա եւ նեղության ժամանակ էլ ճշմարտությունը մեզ չի ազատելու։ Այստեղ ասում է, որ հավատքը եթե գործ ունի չի փրկելու, ինչի՞ց, նեղությունից, էկոխալածանքից, դատաստանից, ինչ որ մեր մտքով կանցկենա։ Երկերքոց, ուրեմն երկրորդ գլուխ 15-րդ խոսքը Աստծո ժողովուրդ։ Հայերեն թարգմանության մեջ մի քիչ կարճ էր գրած, բայց անգլերենով շատ ավելի հետաքրքիր որ կկարդամ ձեզ համար։ Ասում է, որ բռնեցեք մեզ համար աղվեսներին, փոքր աղվեսներին, որոնք կործանում են խաղողի այգիները, քանզի մեր խաղողի այգիները ծաղկում են։ Շատ հետաքրքիր խոսք է։ Գիտեք, փոքր բաները, օրինակ անձրևը, ինքը ջրի կաթիլը թե ոչ մի բան է, բայց մի հատ երգ էլ կա, չէ՞, մանկական, բայց երբ որ միանում է իրար, մեծ գետեր է կազմում։ Փոքր խոսակցությունները թերևիանք կարան աննշան եղնեն, բայց ժամանակի ընթացքում կարան մեծ գետեր դառնան եւ հեղումներ ան։ Ուրեմն կարա եղնի փոքր շշուկներ, փոքր խոսակցություններ, երբ որ մենք ճշմարտության մեջ չենք, դրանք կարան գետեր դառնան եւ մեր կյանքը կործանեն։ Մեր հոգեվոր տնաշինության մեջ մենք պետքա ուշադիր եղնենք, որտեղից է ով է մեր կյանքի մեջ ներդրում անում, ես ձեւ ասեմ։ Եթե մեկը եկեղեցուց դուրս է եւ ձեզ հոգեվոր խրատներ է տալիս, զգույշ մնացեք Աստծո ժողովուրդ։
Զգույշ մնացեք, որ ձեր հոգևոր կյանքի մեջ մեծ գետեր չառաջանան եւ ձեզ կործանեն։ Դրա համար գիրքը ասում է, որ փոքր աղվեսներին բռնեցեք, որովհետեւ այգին ծաղկել է, այսինքն երբ որ քո կյանքի մեջ սկսում է վարգավաճել, հոգևորապես սկսում ես մի քիչ ծաղկել, առաջ գնալ, ավելի սկսում ես կարդալ, ավելի աղոթել, ավելի ակտիվ եղնել, բայց զգույշ մնա, փոքր մանր աղվեսներ կան դրսում, որոնք կարան ավիրեն, քո պտղատու կյանքը կարան փչացնեն։ Ուրեմն Աստծո ժողովուրդ խոսքը մեզ հիշեցնում է, որ զգույշ մնանք եւ բռնենք, այսինքն մտքեր կեղնեն, շշուկներ կլեն, խոսակցություններ կեղնեն, դրանց վրա ուշադիր եղեք, որպեսզի մեր հոգևոր կյանքը չփչացնեն։ Ուրեմն Պետրոսը նաև խոսում է, որ նեղությունների մասին, որ խոսում եմ անձևների մասին, քամիների մասին, գետերի մասին, որոնք մարդուն կործանում են։ Ասում է, որ այս եկող նեղությունները դուք երբեք, ուրեմն օտար բաներ չհամարեք։ Երբ որ հոգևոր մարդու կյանքի մեջ նեղություն ու դժվարություններ կա, թող մարդը երբեք օտար բան չհամարի, դա նորմալ բան համարի։ Հենց այդ ասում խոսքը, սիրելիներ, օտար բան մի համարեք այն նեղության բորբոքումը, որ ձեզ փորձվելու համար կլինի, որպես թե օտար բան ձեզ հանդիպած է։ Այսինքն դա օտար բան չի, դա նորմալ բան է։ Հիսուսին էլ են հալածել, մարգարեներն էլ են Հիսուսից առաջ հալածել, աշակերտներն էլ են հալածել։ Աշակերտներից հետո ով եղել է հալածել են, մինչև հիմա էլ հալածում են, չէ՞։ Դա օտար բան չի, դա քրիստոնեական կյանքի մի մասն է։ Փիլիպեցիների մեջ առաջի գլխի մեջ ասում է միայն թե Քրիստոսի ավետան ինչպես կվայելե, այնպես վարվեցեք, որպես թե գամ ու ձեզ տեսնեմ կամ հեռվից ձեր վրայով լսեմ, թե դուք հաստատուն կկենաք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմակից կլինեք ավետանի հավատքի համար։ Պողոսը ուրախանում է, որ մենք ուզում է տեսնի, մենք հաստատուն ենք մնացել նեղությունների մեջ, շարունակությունը տեսեք, բանով էլ մի զարհուրիկ հակառակորդներին, որ նրանց կորուստի ապացույցն է ու ձեզ փրկության։ Այն էլ Աստծուց է, որ ձեզ շնորհվեց Քրիստոսի համար, ոչ թե միայն նրան հավատալ, հապա նրա համար չարչարվել էլ։ Այսինքն միայն հավատալը չի, որ մեզ տրվել է։ Չարչարվելն էլ, Քրիստոսի համար նեղություն կրելն էլ է նաև ոնց որ փակեջով եկել է։ Ուրեմն եթե փրկությունը, եթե այդ շնորհքը ընդունել ենք, նաև դրա հետ իմացեք, որ նեղությունները կա, որ միշտ մեր խոսքը փորձում է։ Եբրայեցիների մեջ ասում է, որ քանզի ամեն տուն շինող ունի, բայց նա, որ բոլոր բաները շինեց, Աստված է։ Ուրեմն սիրելիներ, ով է, ուզում եմ հարց տամ ամեն մեկիս, ով է ներգրաված մեր հոգևոր տնաշինության մեջ։ Արդյոք Աստված ներգրաված է, թե ինչ որ մեկ այլ ուրիշ։ Շատ փափագելի եւ ցանկալի է, ինչի սկզբից ներկայացրեցու Աստված ինչ հրաշալի ձևով երկիրը կառուցեց, նա հիմքերը դրեց, որովհետև լավագույն ճարտարապետը ինքը Տերն է, Աստծո ժողովուրդ։ Ինքը լավ գիտի մեր կազմվածքը, ինքը լավ գիտի մեր կառուցվածքը, մեր տկարությունները, մեր դժվարությունները, մեր անկումները, բարձրան, ինքը ամեն ինչ լավ գիտի։ Դրա համար երբ որ վստահում ենք Տիրոջը, ինքը մեր հոգևոր կյանքը այնպես կնորոգի, որ դուք շատ ուրախ կլեք եւ Տերն էլ ուրախ կլինի, Աստծո ժողովուրդ։ Պողոսը Գաղատացիների նամակի մեջ երբ որ կարդում ենք, տեսնում ենք մի տարօրինակ անհանգստություն։ Ինչի, ինչ անհանգստության մասին է խոսքը։ Մտածել եք, հենց առաջի գլխի մեջ ասում է, կզարմանամ, որ շուտով կլքեք այն մեկը, որ ձեզ Քրիստոսին կանչեց եւ կդառնաք ուրիշ ավետարանի, մինչդեռ ուրիշ ավետարան չկա։ Մի տեսակ անհանգստություն կա։ Մի ուրիշ համարը կարդամ ու շարունակենք։ 5-րդ գլխի մեջ։ Դուք լավ կվազեք, ով ձեզ հետ կացրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այս դրդումը նանից չի, որ ձեզ կանչեց։ Քիչ խմորը բոլոր զանգվածը կխմորե։ Բայց ես հույս ունեմ ձեր վրա Տիրոջով, որ ուրիշ կերպ բան պիտի չմտածենք։ Նա, որ ձեզ կխռովեսնե, ինքը դատապարտություն պիտի կրի, ով էլ որ լինի։ Այսինքն, այս խոսքերը, որ կարդում ենք, տեսնում ենք
ինչ որ եկեղեցին, քանի որ հաստատվել էր, Պողոսը հաստատել էր եւ ուրախ էր, եւ ինչ որ մեկը կարծես այս մարդկանց հետ էր պահում։ Ինչ որ մեկը խառնել էր այս մարդկանց ավետարանը, ինչ էր կատարվել Աստծո ժողովուրդ։ Մարդիկ պարզապես իրենց հոգևոր կյանքի շինարարության մեջ, այս ձև ասեմ, իրենց հոգևոր կյանքի մեջ ինչ որ մարդկանց թույլ են տվել, որ ներդրում ունենար իրենց կյանքի մեջ։ Եվ արդյունքը եղավ նա, որ այս եկեղեցին, գաղատացիների եկեղեցին, կարելի է ասել Տիրոջից սառել եւ անցել են օրենքների, անցել են ուրիշ ավետարանի, ոնց որ Պողոսն է գրում։ Որովհետեւ գիտեք, Աստված եկեղեցիա կարգ է, սա Աստծո օրենքն է։ Եկեղեցու մեջ Աստված ծառայողներ է կարգ է, հովիվներ, առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ, չէ, ավետարանիչներ, 5 ծառայությունը կարևոր։ Եվ Աստված պատահական չի արել, մարդուն դնում է եկեղեցու մեջ, որպես այս մարդիկ այս մարդուն հոգևորապես սնուցանեն, կերակրեն, հոգևոր աշ տան, բայց նրանք, ովքեր որ եկեղեցուց դուրս են սնվում, վտանգավոր է այս մարդկանց հոգևոր կյանքը։ Դու չգիտես ով է, եթե մեկը Տիրոջ հետ է, մեր հետ պետք է եղնի, եկեղեցու մեջ պետք է եղնի, մարմնի մեջ պետք է եղնի։ Եթե եկեղեցուց դուրս է, զգույշ մնացեք, գաղատացիների եկեղեցիների, ուրեմն օրը չընկնենք, ուրիշ ավետարան դուրս գա վերջապ։ Ասում դուք լավ եք վազում, ով ձեզ հետ կայնացրեց։ Լավ եք աղոթում, լավ եք երգում, լավ ենք պաշտանում քանում, լավ ենք միասին, միաբան, ով հետ պահեց։ Այսքան չեք եկեղեցի գալ, չէ՞, մեր Տեր ուզում ասի։ Այսքան չեք էլ գիրք կարդում, այսքան չեք հեռախոսի զանգերին պատասխանում, ով ձեզ հետ պահեց։ Ինչ որ մեկը եկեղեցուց դուրս, ձեր ականջները ուրեմն ձեր լցրեց իր այդ մանր կաթիլներով, որոնք դառան գետ եւ մարդու տունը կործանեցին։ Ուրեմն ինչ անենք, որպեսի ապահով լինենք, ինչ անենք, որպեսի մեր հոգևոր հիմքը ամուր լինի Աստծո ժողովուրդ։ Առաջի բաներից մեկը Սաղմոս 91-ը պատասխանում է. Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի հովանավորության տակ պիտի լինի։ Ուրեմն անձրևից լավագույն պաշտպանվելու միջոցը այդ մանր խոսակցություններից, բամբասանքներից, չարախոսություններից լավագույն պաշտպանվելու միջոցներից մեկը հենց Աստծո ծածկոցի տակ լինելն է։ Երբ որ անձրևանոցը բացում եք, չէ, ձեր գլուխը ապահով է, չեք թրջվում։ Երբ որ Աստված պետք է կործաներ աշխարհը ջրհեղեղով, Նոյին ասեց՝ տապանք շինիր։ Տապան շինիր։ Եվ երբ որ տապան կառուցում էր, պատվիրեց ասելով, որ դրսից եւ ներսից ձյութով կպատես։ Որտեւ նավը պետքա ջրերի վրա, կործանող ջրերի վրա պետքա լողար։ Գիտեն, մենք էլ այս աշխարհի մեջ կործանվող ջրերի խոսակցությունների մեջով անցնում ենք։ Մեր 4 կողմը խոսակցություններ կա։ Մեր 4 կողմը կործանող խոսքեր կա, որտեւ ջրի խորհուրդը հենց խոսքն է։ Ինչի պետքա մազութով, չէ, ձյութով պատենք, ծածկենք այդ կարերը, այդ պարանքները, ամբողջը պետքա փակենք, որպեսզի ոչ մի կաթիլ ներս չմտնի։ Մի կաթիլ հերիքա, մի փոքր անցք ունենա ջուրը գիտեք, մի փոքր անցք ունեցավ ինքը պետքա մտնի եւ կործանի ամեն ինչը։ Մի փոքր անցքը ջրին հերիքա։ Աստված պատվիրեց ներսից եւ դրսից կրկնակի պաշտպանություն։ Աստված պատվիրում է մեզ Աստծո ժողովուրդ, որ Քրիստոսի արյունով ծածկված լինեն մեր միտքը եւ մեր սիրտը, թե ներսից եւ թե դրսից։ Գիտեք, Պողոսը երկրորդ Կորինթացիների մեջ ներկայացնում էր իր տառապանքները եւ նեղությունները։ Եթե կարդացել եք, կհիշեք, որ ներկայացնում էր, թե շատ անգամ ծեծ կերասմա, շատ անգամ քարկոծվեցի, նավաբեկությունների ենթարկվեցի, անապատի մեջ վտանգներ, այս կողմից վտանգներ, այն կողմից ներկայացնում է, այսքան անգամ ծեզ կերա, մի շարք, մի ամբողջ թերթ ներկայացնում է իր տառապանքները։ Գետերից վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, ասում է, ջանքի ու աշխատանքի մեջ անքուն գիշերներ, յա տառապանքն է ներկայացնում։ Բայց 28-րդ խոսք ասում է,
բայց մոռանանք արտաքին նեղությունները, ներքին նեղությունները էլ կա, ամբողջ ասմա ամեն օր զբաղմունքները, բոլոր եկեղեցիները հոգսը վրից էր տեսվում, այսքան տառապանքների մեջով ես մարդ անցել էր, բայց ասմա այս արտաքին նեղությունները մոռանանք, եկեղեցիների ներսի հոգսը իմ վրա էր ասմա, և ով կտկարանա ու ես չեմ տկարանա, ով կգայթակղվի ու իմ սիրտը չի ջարդի ասմա, ուրեմն Աստծո ժողովուրդ, մեր չորս կողմը թե դրսից և թե ներսից նեղություններ կան, փորձությունները կան, ջրերը կան, Աստված ուզում է, որ կրկնակի պաշտպանություն ունենանք, որպեսզի մեր հիմքը ամուր լինի, մեր հոգևոր հիմքը ամուր լինի, որպեսզի այն փորձությունները, որ պետք է գան, կործանում չունենանք հոգևորապես, որովհետև ասում է, որ մեծ է նրա կործանումը։ Թող օրհնյալ լինի բոլորս Աստծո ժողովուրդ, Տերը օրհնի, եկեք կայնենք աղոթքի, Տերոջը շնորհակալ եղնենք։ Մենք եթե պետք է մեր սիրտը քննենք, եթե տեսնենք դեռ ճշմարտությունը մեզ համար փակ է, դեռ ճշմարտության վրա կասկածներ կան, պետք է աղոթք անենք, որ այս ամեն ինչը հեռանա եւ Աստված լուսավորի մեր միտքը, Աստված լուսավորի մեր սիրտը, որ կարողանանք ավետանի ճշմարտությունը, ուրեմն հասկանանք, տեսնենք եւ նրա վրա ամուր հիմնված լինենք Աստծո ժողովուրդ։ Տերը օրհնի ձեզ, շնորհակալ ենք երկնավոր Հայր։ Փառք քեզ, պատիվ քեզ, գոհանում ենք Հիսուսի անունով Տերիմ։ Շնորհակալ ենք այսօրվա համար, շնորհակալ ենք քո խոսքերիդ համար Տեր։ Մենք գիտենք Տեր, որ ինչքան նեղություններ եւ դժվարություններ կա այս կյանքի մեջ Տերիմ։ Մենք տեսնում ենք մեր չորս բոլորը ամեն տեսակ խոսակցություններ, ամեն տեսակ հալածանքներ, սուտանումներ, որոնք պայքարում են հոգևոր մարդու դեմ Տերիմ Աստվածս։ Եվ աղոթում ենք Տեր ամեն մեկիս համար, որ երբեք ճշմարտությունը չկորցնենք Տերիմ Աստվածս, ապա ավետանի ճշմարտությունը ամուր բռնած նրա վրա հիմնված Տեր մեր հոգևոր տունը կառուցենք Տեր, որպեսզի տարբեր փչած քամիներից Տեր այս կողմ եւ այն կողմ չտարուբերվենք Տերիմ, ամեն խոսակցություններից այս կողմ եւ այն կողմ չտարուբերվենք Տերիմ։ Աղոթում ենք Տեր Հիսուսի անունով, որ պահես քո ժողովրդիդ միտքը, պահես քո ժողովրդիդ սիրտը Տեր, աղոթում ենք, որ ամենքս մնան քո ծածկոցի տակ Տերիմ Աստվածս, թող քո այրունը ամենքից ծածկի, ամենքից միտքը, ամենքից սիրտը Տեր, շնորհակալ ենք Տեր։ Հիսուսի անունով Տերիմ, փառք քեզ, պատիվ քեզ Տերիմ Աստվածս։ Աղոթեցինք Հիսուսի անունով։ Ամեն